Ռադիո Մենք։ Մենքը եսից ուժեղ է։ Բարի ողջույն, հարգարժան ռադիո ընկերներ։ Ռադիո Մենքի եթերում է սովորենք շախմատ խաղալ մեր հերթական պարապմունքը։ Եվ այսպես 10:34 բավականին բարդ մի վերջնախաղ եւս ուսումնասիրենք, որը շատ կարևորվում է եւ որի իմացությունը նույնպես անհրաժեշտություն է, քանի որ ունենալով մեծ առավելություն, եթե փոքրինչ վրիպենք, ապա կարող ենք ձեռքից բաց թողնել հաղթանակը։ Դա հետևյալ վերջավորությունն է, բնորոշ վերջավորություն, երբ կողմերից մեկը ունի արքա եւ թագուհի, իսկ մյուս կողմը արքա եւ նավակ։ Մի խոսքով, արքան եւ թագուհին արքայի եւ նավակի դիմաց։ Սովորաբար արքան եւ թագուհին արքայի եւ նավակի դիմաց ճիշտ խաղալու դեպքում կարողանում են հասնել հաղթանակի, բայց դա այնքան էլ հեշտ չի, բավական է մի փոքր վրիպում եւ կարող է արդյունքը բոլորովին այլ ստացվել։ Այսինքն բնական է տանել հնարավոր չի, եթե թագուհին իհարկե հարվածի տակ չթողնենք, հնարավոր է ստացվի ոչ ոքի եւ դա սովորաբար լինում է պատի միջոցով։ Մենք առանցին դրվագներ կուսումնասիրենք, բայց հիմա բացատրենք։ Երկու կողմն էլ պետք է իմանան ճիշտ պաշտպանության դեպքում ինչ հնարավորություն կարող է ընձեռվել, եթե կողմերից մեկը վրիպում թույլ տա պատի հնարավորությունը ձեռքից բաց չթողնի, իսկ մյուս կողմը պետք է իմանա ինչ ճանապարհով պետք է հասնել հաղթանակի, որտեղ պատական քայլեր կատարելով հնարավոր չէ դա իրականացնել։ Դարձյալ կրկնեմ, որ սահմանափակ քանակությամբ քայլերի ընթացքում պետք է կարողանաս հասնել հաղթանակի։ Եթե 50 քայլի ընթացքում չես հաղթում, բարձրան գրանցվում է ոչ ոքի։ Ինչպես ձիու եւ հիշում եք ունեինք փիղ ձի արքա միայնակ արքայի դեմ կամ արքա երկու փիղ արքայի դեմ եւ հաղթանակ էր դա միշտ բերում ճիշտ խաղի դեպքում։ Այդպես էլ հիմա թագուհին եւ արքան արքայի եւ նավակի դիմաց հաղթելու համար առաջին հերթին պետք է կարողանան սպիտակները, եթե թագուհին սպիտակ գույնի է, պետք է կարողանան այնպես անել, որ նեղելով մրցակցի արքային եւ նավակին իրարից բաժանել։ Դրանք պետք է իրարից բաժանվեն, իսկ հեռու լինելով թագուհին կարողանում է ճանկարք իրականացնել, երկակի հարված շախ եւ միաժամանակ նավակի կորուստ։ Այդ պատճառով ինչքան հնարավոր է նավակ ունեցող կողմը աշխատում է նավակին չկտրել իրենից, հեռու չպահել իրենից։ Կա նաև մի կանոն եւս ճիշտ պաշտպանության, աշխատում են նավակը եւ թագուհին, նավակը եւ արքան տարբեր դաշտերում, այսինքն երկուսն էլ եթե սև գույնի կամ սպիտակ գույնի դաշտերում են հայտնվում, ավելի հեշտ է ճանկարք իրականացնելը, երկակի հարված իրականացնելը, քան երբ որ դրանք տարբեր դաշտերում են, այսինքն արքան լինի սև դաշտում, նավակը սպիտակագույն դաշտում, այս դեպքում ավելի դժվար է իրականացնել, բայց այսուհանդերձ նավակը պետք է ինչքան հնարավոր է արքայից չկտրվի, հեռու չմնա։ Ես չեմ ուզում երկարացնել այդ ամբողջ ընթացքը, որովհետև դա առնվազն մի 2 տասնյակ քայլերի արդյունք է, որ նախնական դիրք տնենք այդ դիրքից, ասենք ամենաբարդ, ամենադժվարին դիրքից բերել հասնել ճիշտ պաշտպանությունը, ինչպես ասեցին, ինչքան հնարավոր է սև նավակ ունեցող կողմը աշխատում է նավակը չկտրել արքայից եւ արդյունքում ստացվում է վերջնականապես մի դիրք, որը մենք հիմա կուսումնասիրենք։ Այդ դիրքում է որ պետք է իմանա սպիտակ կողմը, թագուհի ունեցող կողմը ինչ ճանապարհով պետք է հաղթել։ Եվ այսպես վերում ենք բնորոշ դիրքը, որը կարող է խաղատախտակի տարբեր եզրերում անկյուններում առաջանալ։ Սպիտակներ արքա C6 թագուհի D Դավիթ 8 Սևեր
արքա A7 նավակ B7։ Պատկերացրեք, որ նույն կարգի դիրք կարող էր լինել, ասենք, H ուղղաձիգի վրա, արքան կարող է լինել H7, նավակը լիներ J7, սպիտակների արքան կարող էր լինել F6, թագուհին էլ կարող էր լինել E8։ Եվ բոլոր անկյուններում, բոլոր կողմերում նույն դիրքը կարող ենք ստանալ։ Հիմա մեր բերված օրինակն է, որը ավելի հեշտ կարող է հիշողության մեջ տպավորվել։ Նորից եմ գրգռում դիրքը, սպիտակներ արքա C6, թագուհի D8, Դավիթ 8, արքա սևեր A7, նավակ B7։ Այստեղ անհրաժեշտ է իմանալ քայլի հերթը ումն է։ Եթե քայլ կատարելու հերթը սպիտակներին լինի, նրանք այս պահին հաղթելու համար միայն ու միայն պետք է կարողանան քայլի հերթը փոխանցել մրցակցին, առանց դիրքի փոփոխության։ Դեռևս ֆրանսիացի մեծանուն շախմատիստ Ֆիլիդորը այս դիրքը ուսումնասիրել է, եւ նրա տված գնահատական այսօր էլ արտիական է։ Այսինքն այս դիրքը դեռ մոտավորապես 200 տարի առաջ Ֆիլիդորը ուսումնասիրել է, վերլուծել է, եւ որ վերլուծությունն էլ հիմա ես ցես ցույց կտամ։ Ինչ ճանապարհով են նախ սպիտակները այս դիրքում քայլի հերթը փոխանցում սևերին։ Եվ այսպես առաջին քայլ թագուհի D7, D4 շախ։ Ուշադրություն դարձնենք, արքան ունի երկու դաշտ քայլ կատարելու, արքան չի կարող A6 խաղալ, քանի որ A6-ի դեպքում հետևում է թագուհի A1 մատ, մնում է երկու դաշտ արքան տեղափոխել, կամ A8 կամ B8 եւ այսպես արքա A8, երկրորդ քայլ թագուհի D4 H8 շախ, ուշադրություն դարձրեք, դարձյալ միակ քայլն է, այս դեպքում սևերով միայն արքայով կարելի է քայլ կատարել, նավակը եթե դնենք, փորձենք փակել շախը, եթե նավակ B7 B8, ապա հետևում է թագուհի A1 մատ, շրջափակման կոմբինացիա է այստեղ իրականացվում, բայց քանի որ այդ մատը նկատում են սևերը, նրանք խաղում են արքա A8, A7։ Երրորդ քայլ թագուհի H8, D8։ Ուշադրություն դարձրեք, մեր նախնական դիրքն է։ Հիշում եք, ձեզ թելադրեցի նախնական դիրքը։ Սպիտակներ արքա C6, թագուհի Դավիթ 8, սևեր արքա A7, նավակ B7։ Մի տարբերությամբ միայն, որ քայլի հերթը այժմ սևերինն է։ Եթե նայենք թագուհու հետագիծը, որ շախեր է հայտարարել, եռանկյան տեսք ունի, նայեք D8, այնուհետև D4, այնուհետև H8 եւ նորից վերադարձ D8։ Ուղղանկյան եռանկյան տեսք։ Այսինքն եռանկյան քայլեր կատարելով, այս օրենքը համարենք եռանկյան օրենք։ Քայլի հերթը առանց դիրքի փոփոխության փոխանցվում է մրցակցին։ Պարսիաների ընթացքում նման վիճակներ շատ է լինում։ Բավական է խաղակ խառը թագուհին 3 կամ արքայով էլ դա հնարավոր առանց դիրքի փոփոխության ինքը եռանկյուն բնական է, եթե արքանը եռանկյուն նաձև քայլեր կատարում, նա ասենք պետք է կատարի C6-ից կա C5, ապա տեղափոխվի D6 եւ նորից վերադառնա C6։ Նույնպես եռանկյան տեսքով քայլեր է կատարվում եւ քայլի հերթը փոխանցվում է մրցակցին, բայց ոչ այս դիրքում։ Այս դիրքում միայն թագուհին է կարողանում նման մանևր հուսանավում կատարել։ Նորից հիշենք, քայլի հերթը անհրաժեշտ է նախ եւ առաջ փոխանցել մրցակցին։ Եթե չես փոխանցում, ապա կարող է դիրքը կրկնվել։ Այսինքն, եթե հիմա թագուհով այս քայլերը շախեր չեն հայտարարում, որևէ ուրիշ քայլ կատարելու դեպքում մենք կարող ենք շատ արագ ձևով
կրկնել դիրքը, որը արդյունքի չի բերում։ Եվ այսպես թագուհի D4 շախ, արքա A8, թագուհի H8 շախ, արքա A7, թագուհի D8, հետագիծը թագուհու 3 քայլից հետո եռանկյան տեսքեր ուղղանկյան եւ քայլի հերթը դիրք առանց որևէ փոփոխություն կրելու փոխանցվեց մրցակցին։ Ինչ քայլեր ունի այստեղ սևը կատարելու։ Սևի յուրաքանչյուր կատարած սև գույնի խաղակարով յուրաքանչյուր կատարած քայլ ի վնաս իրեն է, ի վնաս սևերին է։ Այդ է պատճառը, որ այս դիրքում սևերը պարտվում են, քանի որ ցանկացած քայլի դեպքում սպիտակը կարողանում է կամ մատ հայտարարել կամ էլ նավակը շահել։ Նման դիրքերը սովորաբար կոչվում են ցուկ ցվանգներ։ Ցուկ ցվանգ գերմանական բառ է արտահայտությամբ, որը նշանակում է իրականում, բացատրենք բառերցի, ինչ քայլ կատարում է մրցակիցը, ի վնաս իրեն է լինում։ Ոչ օգտակար քայլերի վիճակ։ Ամեն քայլ կատարելից հետո միևնույն է, մի քանի քայլից հետո մրցակիցը պարտվում է օգտակար քայլ կատարելու հնարավորությունից զրկված դրություն։ Մոտավորապես բառերի բառակապակցությունների միջոցով կամ նախադասության խոսքի միջոցով կարելի է ցուկցվանգ բառը այդպես ներկայացնել։ Արքայով որևէ քայլ չունենք կատարելու, քանի որ եթե արքայով փորձենք քայլ կատարել, այս դեպքում որտեղ կարող է արքան հայտնվել, որտեղ կարող է գալ, ասենք փորձենք արքայով քայլ կատարենք արքա A7 A6, ապա կհետևի թագուհի C8 եւ նավակը կորչում է, քանի որ կաշկանդված է նավակը, շարժվելու հնարավորություն չունի, իսկ նրա վրա հարվածը երկուս է, թագուհին է հարվածում եւ արքան։ Հետևաբար արքայով քայլ կատարելը բացառվում է։ Ուրեմն միակ քայլը արքայով տեղաշարժներ, արքա A7 C7, արքա A7 A6, որին կհետևեր թագուհի C8 եւ նավակը կկորչեր։ Հետևաբար մնում է նավակով քայլ կատարել։ Փորձենք նախ նավակով քայլեր սպիտակ դաշտերով։ Բնական է նավակով այս պահին քայլ կատարելու հնարավորությունները սահմանափակ են։ Նախ սպիտակ դաշտերով փորձենք, հետո սև դաշտերով։ Բնական է կամ պետք է շարժվի նավակը հորիզոնականով կամ ուղղաձիգով։ Փորձենք 7/3 հորիզոնականով նավակը շարժել սև դաշտերով։ Եթե նավակը բնական է հորիզոնականով քայլելու հնարավորություն չկա, C7 հարվածի տակ է, E7 դարձել հարվածի տակ է, միակ քայլը, որ հարվածի տակ չէ այս պահին, նավակ G7-ն է։ Նավակ G7-ին հետևում է թագուհի D4 շախ, ուշադրություն դարձրեք, թագուհին հարձակվում է միաժամանակ եւ արքայի եւ նավակի վրա։ Նման հարձակումները կոչվում են ճանգառքներ եւ նավակը կորչում է։ Նավակի կորուսից հետո բնական է մենք արդեն գիտենք ինչպես մատ հայտարարել միայնակ արքային, արքայով եւ թագուհով։ Բնական է հորիզոնականով նավակը քայլ կատարելու հնարավորությունից զրկված է։ Հիմա փորձենք քայլ կատարել ուղղաձիգով։ Դա B ուղղաձիգն է։ Նավակը եթե տեղադրենք B, քայլ կատարենք B7-ից B8, ապա կհետևի թագուհի A5 մատ, քանի որ նավակը խլում է արքայից B8 նահանջելու դաշտը։ Նավակով չի կարելի քայլ կատարել B6, որովհետև B6 շախ երկու հարված կա, պաշտպանված է B6 դաշտը եւ կկորչի նավակը։ Ուրեմն նավակ B4։ Եթե նավակը B4 է քայլում, ապա հետևում է թագուհի Դավիթ 8 A5, կրկնակի հարված է եւ կորչում է նավակը դարձյալ, տեսեք, ճանգառք է, հարձակում շախ արքայի եւ միաժամանակ B4-ի նավակը։ Մնում է սև դաշտ մեկ ընդամենը, նավակը B7-ից B2,
Այս դեպքում էլ հետևում է թագուհի D Դավիթ 8 D4 Դավիթ 4 շախ դարձյալ ճանգարկ հարցակում արքայի եւ նավակի վրա։ Ինչ բարձվեց մեր վերլուծությունից, որ եթե քայլի հերթը փոխանցել ենք մրցակցին, արքայով քայլ չկա կատարելու, նավակով է քայլ կատարվում, սևադաշտ դաշտերը եթե նա տեղափոխվի, ապա բոլոր դեպքերում ընդամենը մեկ հարվածով կորչում է նավակը։ Հիշում եք, սկզբից էլ ես ձեզ խորհուրդ էի տալիս բացատրության ժամանակ սկզբունքային առումով, որ աշխատում են ինչքան հնարավոր է արքան եւ նավակը տարբեր դաշտերում տեղադրել։ Միևնույն դաշտի վրա են, եթե նրանք հայտնվում, ավելի հեշտ է լինում ճանկարկ իրականացնել։ Երկակի հարված, որից հետո նավակը արագորեն կորչում է։ Այժմ փորձենք սպիտակադաշտ տեղափոխել, սպիտակ դաշտեր տեղափոխել նավակը։ Եվ դարձյալ հորիզոնականով։ Նավակ B7 F7 հետևում է խուսանավումներ են հետաքրքիր, այս դեպքում կամ պետք է մատի սպառնալիք լինի եւ ընդհանրապես կարգն է այդպես մատի սպառնալիք եւ կամ հետագայում մատի սպառնալիքից պաշտպանվելու դեպքում կորչում է նավակը ճանգարքի հետևանքով։ Թագուհի D8 D4 շախ ուր ունի քայլելու բացառվում է այս դիրքում A6 քայլը, որտեղ A6-ին անմիջապես հետևում է կամ A1 կամ A4 մատ։ Մնում է արքայով քայլ կատարել կամ B8 կամ A8։ Նայենք դիտարկենք երկու տարբերակներ։ Արքա միևնույն է երկու դեպքում էլ նույն քայլն են կատարելու։ Արքա A7 A8։ Հետևում է թագուհի D4, թագուհի D4 աղա, թագուհի D4 A1։ Միակ քայլն է, որտեղ նավակով փակել հնարավոր չի, նավակով եթե փակում ենք շախը, ապա H8-ից մատ է սպառնում։ Արքա A8 B8 թագուհի A1 B2 շախ դարձյալ ուշադրություն դարձրեք, այս դեպքում է բացառվում է C8 քայլը H8 մատի պատճառով։ Երկու տարբերակ կամ արքան տեղափոխում ենք A8 կամ A7։ Արքա A8 միևնույն է երկու դեպքում էլ հետևում է թագուհի A2 շախ։ Հիմա շախը պետք է անպայման փակել, որովհետև նավակը հարվածի տակ է։ Նավակ A7 փակեց արքայի, շրջափակեց արքային սեփական խաղաքարը, շրջափակման կոմբինացիա եւ թագուհի A2 J8 մատ։ Հաջորդ տարբերակը նախնական դիրքը հիշենք մի հատ էլ, սպիտակները արքա C6, թագուհի Դավիթ 8, սևեր արքա A7, նավակ B7։ Եվ հորիզոնականով միակ քայլը մնաց ուսումնասիրել նավակ B7 H7։ Սպիտակները կատարում են թագուհի D8 D4 շախ։ Նորից բացառվում է A6 քայլը, մատ կստանա A1 կամ A4 դաշտերից եւ դարձյալ արքա կամ A8 կամ B8 արքա A8 թագուհի D4 A1 շախ նավակով փակել անհնարին է, քանի որ մատ է սպառնում H եւ արքա A8 B8 թագուհի A1 B1 շախ ճանգարկ եւ նավակը կորչում է։ Ուրեմն նավակով սպիտակադաշտ տեղափոխվելը հորիզոնականով դարձյալ հանգեցնում է պարտության։ Մնաց միայն ուղաձիգով եւս երկու դաշտ, որը հնարավոր է կատարել, քանի որ եթե ուղաձիգով հիմա փորձենք նախ B7 B3 դարձյալ հետևում է թագուհի Դավիթ 8 D4 շախ։ Հիմա այլևս մի դաշտ միայն կարող է արքան տեղափոխվել, որովհետև եթե A8, ապա շախ A4-ից եւ նավակը կորչում է։ Մնում է միակ քայլը արքա
8, այսինքն արկա A7-ից B8 թագուհի D4 H8 շախ արկա B8 A7 թագուհի A H7 H8-ից G7 շախ դարձյալ միակ տեղաշարժի հնարավորություն արկան կամ B7 կամ արկա 8 կամ A8 արկա A8 թագուհի G7 շախ նավակը հարվածի տակ է կորչում է նավակ B3 B8 թագուհի G8 A2 մատ միակ դաշտը որ չենք ուսումնասիրել դա B1-ն է նավակով եւ այսպես սևերը կատարում են իրենց վերջին հնարավորությունը պարտությունից խուսափելու համար նավակ B7 B1 նորից թագուհի D8 D4 շախ դարձյալ միակ քայլերն են արկա A7 A8 թագուհի D4 H8 շախ արկա A8 A7 եւ թագուհի H7 H8-ից H7 ճանկարկ նավակի կորուստ ինչ ստացվեց այն կրիտիկական դիրքը որ մենք նախնական դրել էինք անհրաժեշտ էր ուղղակի քայլի հերթը փոխանցել մրցակցին եւ հետեւյալ խուսանավումներով հասնել հաղթանակի նավակը բոլոր դիրքերում սև դաշտեր տեղափոխվի ուղղաձիգով հորիզոնականով սպիտակ կամ սև դաշտ փոխադրվելով անպայման կամ մատ էր ստացվում կամ էր կորուստ նավակի եւ սպիտակները հասնում են հաղթանակի մի ուշագրավ դիրքել ուսումնասիրենք որը նույնպես խիստ կարեւոր է որտեղ եթե մրցակիցը չի կարողանում ճիշտ օգտագործել իր հնարավորությունը ապա նա կարող է հասնել ոչ ոքի եւ այդ դիրքը հետեւյալն է ուրեմն այդպիսի դիրքեր անհրաժեշտ է չունենալ ցուղակ է պարզապես սևերի կողմից եւ խաղատախտակի ցանկացած հորիզոնականի դաշնամասային եթե արքան գտնվում է եզրում մրցակիցը եթե նման դիրք է ստանում ստիպված պետք է լինի փոխի իր կանգնած վիճակը որտեղ ֆիգուրաների խաղաքարերի նման դասավորություն արքա եւ թագուհու միշտ էլ հանգեցնում է ցուղակային վիճակի որտեղ հնարավոր է պատի միջոցով փրկել խաղը այդպիսի մի դիրքել վերված օրինակն է սպիտակներ արքա G5 թագուհի E6 սևեր արքա F8 նավակ F7 կրկնում եմ դիրքը սպիտակներ արքա G5 թագուհի E6 սևեր արքա F8 նավակ F7 նման դիրքերում արքայի մանևրները օգուտ չի բերում խաղը կարող է ավարտվել ոչ ոքի որովհետև հիմա քայլի հերթը ասենք սևինը լինի կամ սպիտակինը սևինի դեպքում առհասարակ ոչ ոքի է ոչ մի փրկություն չունի սևերի քայլն այս դիրքում եւ նրանք հանգիստ կարող են խաղը ոչ ոքու հանգեցնել եւ այսպես նման դիրք ուրեմն չպետք է սպիտակը հանգարց ստանա եթե ստանում է այս դիրքը արդեն ոչ ոքի է ինչպես է ստանում ոչ ոքի թվում է ինչ մի խնդիր կա ոնց կարող է այս դիրքը ոչ ոքի բերել բայց այդպես ինչպես է ստացվում սևերի քայլը առաջին նավակ F7 G7 շախ արքան ունի տեղաշարժվելու երկու հնարավորություն կամ տեղաշարժվում է H ուղղաձիգով կամ F ուղղաձիգով արքա H6 երկրորդ քայլ նավակ G7 H7 առաջարկում նավակի զոհաբերություն նավակը եթե վերցվում է արքայի կողմից ստացվում է պատ դարձյալ արքա H6 G6 նորից նավակ վերադառնում ենք նավակ H7 G7 շախ եւ հիմա մտածում են սպիտակները որ այլևս շախի հնարավորություն չի ընձեռվում սևերին արքա G6 F6 եւ անսպասելի հարված այսպիսի հարվածներ միշտ էլ հնարավոր է խաղատախտակի
Եզրում գտնվող արկայի կարող ենք նման հարվածներ. նավակ Ž7 Ž6 անակնկալ հարված է, շախ է հայտարարում, զոհաբերում նավակը, նավակով եթե վերցնում ենք ստացվում է պատ, իսկ եթե չվերցնենք կորցնենք թագուհին եւ գրանցվում է ոչ ոքի։ Ուրեմն այս կարգի դիրքերը նորից եմ կրկնում, երբ քայլի հերթը սևերին է, ստացվում է ոչ ոքի, որտեղ անընդհատ հավերժական շախերի միջոցով կամ թագու կորուստի սպառնալիքով, պատային դիրքով սևերը հասնում են ոչ ոքի։ Չեք մոռանա այս դիրքը։ Խաղատախտակի տարբեր անկյուններում մենք կարող ենք նման դիրքը ստանալ։ Խուսափեք այդ դիրքից։ Այսպիսի դիրք կարող է առաջանալ, ասենք, օրինակ, առանց որևէ դժվարության, արքա, սևերի արքան, ասենք, արքան B5, թագուհի D5։ Նույն դիրքն է եւ դարձյալ թագուհի D6։ Այս դիրքում դարձյալ ոչ ոքի է, որովհետեւ հիմա նորից պատկերացրեք քայլը սևերին է, շախ C7 B7 շախ, արքա B5 A6, նավակ B7 A7 շախ։ Վերցնել հնարավոր չի պատ է լինում։ Նորից տեղաշարժ արքա A6 B6, նավակ վերադառնում A7 B7 շախ։ Միևնույն է, արքան հեռանալ դեպքում անդադ ու այդ շախերը կտաս։ Իսկ եթե փորձենք արքան բերել, երկու տարբերակով կամ փորձենք C6, ապա նավակ զոհաբերվում է անսպասելի հարված B6-ից, իսկ եթե փորձենք խուսանավելով արքան տեղափոխել B6-ից C5, հետևում է շախ, նավակ B7 C7, եւ երբ որ փորձենք թաքնվել, արքան դուրս բերենք D ուղղաձգով արքա D5, ապա նավակ կաշկանդում ենք թագուհուն եւ դարձյալ ոչ ոքի։ Ինչ եզրահանգման եկանք։ Սևա, երբ սևերը մրցակից կողմը ունի նավակ եւ արքա, մյուս կողմը ունի թագուհի եւ արքա, առանց դժվարության, եթե ճիշտ ձևով է օգտագործում սկզբունքային այդ մեր առաջարկած տարբերակները, խուսանավումները, հասնում են հաղթանակի։ Իսկ սխալի դեպքում այդ սխալներից պետք է խուսափել, այդ դեպքում կարող է եւ ստացվել ոչ ոքի պատի միջոցով։ Բարդ վերջնախաղեք, կրկնում եք շարունակաբար, որպեսզի ամրագրվի ձեզ մոտ եւ բաժվելուց հետո հաղթանակը որևէ խնդիր ձեզ չի առաջացնի։ Հուսով եմ, որ յուրացրեցիք թեման, ստեսություն միշտ նոր հանդիպում։ Ռադիո 1 Մենքը եսից ուժեղ է։